Այժմ ավելի որոշակի անդրադարձեր կատարենք, թե ինչ եղավ Հայաստանի հետ։ Ուրեմն Գավգամելիայի ճակատամարտից հետո Ալեքսանդրը համարելով, որ Աքեմենյան կայսրությունը գրեթե անկում է ապրել, նույնիսկ նշանակումներ կատարեց։ Հետաքրքիր է, որ Միթրենը, դերևս Միհրան անունով մի պարսիկի, որը դավաճանությամբ Ալեքսանդրին էր հանձնել Սարդեսի բերդը, նա նշանակում է Հայաստանի կառավարիչ։ Հայերը նրան անգամ թույլ չտվեցին ոտք դնել Հայաստան։ Հայաստանը, ինչպես արդեն ասացի, Գավգամելիայից հետո հռչակեց անկախություն։ Հաջորդ քայլերը շատ հետաքրքիր են։ Ուրեմն Ալեքսանդրը այնուհետև մնացած իր այսպես ծրագրերն էր փորձում իրականացնել, եւ այդ ժամանակ 329 թվականին ուղարկեց մի զորաբանակ Հայաստանի բարձր հայքի ոսկու հանքերը գրավելու։ Զորաբանակը ղեկավարում էր Մենոն զորավարը։ Եվ թե ինչ եղավ այդ զորաբանակի հետ, ես ցանկանում եմ, որ այդ մասին մենք հիմի օպերատորին խնդրենք հենց հույն պատմիչ Ստրաբոնի խոսքերը վկայակոչենք այդ մասին, որովհետև եթե որևէ հայ հեղինակ գրած լիներ այդ մասին, անշուշտ այսօր մեզ պետք է մեղադրեին ազգային սնապարտության մեջ, սակայն այդ մասին վկայում է ինքը Ստրաբոնը, նույն հեղինակ։ Նա նշում է, որ հայերը ոչնչացրեցին բանակը, իսկ Մենոն զորավարին խեղտամահ արեցին։ Հայաստանում ոսկու հանքեր կան ուրեմն Սիսպիրիտիսի մեջ, Կաբալայում, որտեղ Ալեքսանդրն ուղարկեց Մենոնին զորքով, սա խեղտամահ արվեց տեղաբնիկների կողմից։ Ստրաբոն աշխարհագրություն աշխատությունն է, եւ այստեղ դուք քարտեզի վրա հիմա տեսնում եք արշավանքի ուրեմն գիծը Մենոնի արշավանքը դեպի բարձր հայքի տարածք եւ պատասխան արշավանքով կարմիր սլակներով Երվանդ 3-րդի զորքի գիծն է, որի այսպես բախումից հետո մակեդոնական զորքի մնացորդները պարզապես կետագծերով նշված է այն ճանապարհը, որով նրանք փախուստի դիմեցին Հայաստանից։ Սա մեզ համար, գիտեք, շատ կարևոր ուրեմն նաև քարոզչական նշանակություն պիտի ունենա։ Զարմանալի մի բան է, հիմի մենք ամբողջ հայության հետ քննարկենք այս խնդիրը։ Տեսեք, եթե օրինակ ասենք Անգլիայի, Ֆրանսիայի կամ չգիտեմ Ռուսաստանի պատմության մեջ եղած լիներ մի դրվագ, որ մակեդոնացու մի զինվորի նրանք կարողացած լինեին, չգիտեմ, սպանել, հաղթանակ տանել նրա նկատմամբ, ամբողջ աշխարհով հիմի քարոզչական այսպես մեծ բան էին դարձրել, դրոշ էին դարձրել եւ պիտի թափահարեին։ Մեր պատմության մեջ ունենք հերոսական այսպիսի մի դրվագ։ Տեսեք, Ալեքսանդրը առաջին անգամ տեսնում է հայկական զորքի մեծ հզորությունը, մեծ թափը Գավգամելիայի ճակատամարտում։ Փաստորեն Գավգամելիայի ճակատամարտում, ինչպես արդեն նշեցի, հայկական զորքի գործողություններ էին, որ խափանեցին Ալեքսանդր Մակեդոնացու ծրագիրը, թույլ չտալով, որ նա հետապնդեր եւ գերի վերցներ Դարեհ 3-ին, ընդ որում, երբ որ արդեն երկու կողմից էին շրջապատման մեջ պետք է ընկնեին հայերը, նրանք արագ երթով առանց թիկունքը շրջելու հետ քաշվեցին իրենց երկիրը եւ հռչակեցին իրենց երկրում անկախ թագավորություն։ Հիմի տեսեք, առաջին անգամ Մակեդոնացին տեսավ հայկական զորքի հետ մեծ հզորությունը։ Երկրորդ անգամ փաստորեն 329 թվականին նա ուղարկում է մի զորաբանակ, զորաբանակը ոչնչանում է Հայաստանում։ Ընդ որում հայերը հրապարակային մահապատժի են ենթարկում զորաբանակի հրամանատարին, խեղտամահ արեցին, կախաղան են բարձրացնում Մենոն զորավարին, որը ուղղակի նաև վիրավորանք էր Ալեքսանդր Մակեդոնացուն։ Դրանից հետո Ալեքսանդրը 329 թվականից մինչև իր մահը 323 թվականը ոչ մի փորձ չարեց Հայաստան գոնե մեկ զինվոր ուղարկելու։ Այստեղ ես հայ մարդ լինելով չեմ ուզում հատուկ այսպես շեշտադրումներ անել, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ բոլորիդ։ Եթե նա առաջին անգամ տեսել էր մեծ հզոր ուժ հայկական, երկրորդ անգամ ոչնչացվեց նրա զորագունդը, որում մերոնք կարելի ասել նաև ձեռնոց նետեցին, երրորդ անգամ ինչի փորձ չարեց Մակեդոնացին Հայաստան գոնե մի զորաբանակ ուղարկելու, երբ որ դրա համար ինքը ուներ 6-7 տարի ժամանակ։ Սա հայկական ռազմուժի նկատմամբ Ալեքսանդր Մակեդոնացու հաշվի նստել է նշանակում։ Սա կարևոր մի փաստ է, որ ցավոք սրտի մեր դասագրքերում մի տեսակ այսպես անուշադրության է մատնվում եւ չգիտես ինչի մեր դասագրքերում հատուկ այս մասին ուշադրություն չի դարձվում, այսպես հարևանացի անցնում է։
Այնուհետև մենք ունենք ուրիշ շատ հետաքրքիր մի տեղեկություն, որի վրա ես կուզենայի հատուկ հրավիրել բոլորիս ուշադրությունը։ Ցավոք սրտի այս մասին գրել են օտար հեղինակներ եւ մեզանում մեկ բացառությամբ որևէ անդրադարձ չի կատարվել մինչև հիմա այս թեմային։ Խոսքը վերաբերում է Ալեքսանդրի էպոսին։ Ալեքսանդրի էպոսին եւ թե ինչպես է ներկայանում Ալեքսանդրի էպոսում Հայաստանը ինչ դերակատարում ունի։ Ուրեմն Ալեքսանդր Մակեդոնացին, ինչպես հայտնի է, մահացավ 323 թվականի հունիսի 13-ին Դողերոցքից, որը սկսեց նրա մոտ հերթական մի խնջույքից հետո եւ ենթադրվում է, որ նա թունավորվել էր։ Նրա մահվանից հետո իր կենթանության օրոք ինքը արդեն առասպելական մի կերպար էր դարձել։ Մահվանից ընդամենը 83 տարի անց 240 թվականին Քրիստոսից առաջ արդեն գրի է առնվել Ալեքսանդրի վեպը, Ալեքսանդրի էպոսը հունարեն լեզվով։ Ընդ որում դա թարգմանվել է մի շարք լեզուներով, ասորերեն, այդ թվում նաև հայերեն, մենք ունենք գրաբարյան տեքստը, որը աշխարհաբար ցավոք սրտի մինչ օրս թարգմանված չի, ընդ որում գրաբարյան թարգմանությունը մեր հենց ոսկեդարյան թարգմանություն է 5-րդ դարում Մաշտոցի եւ իր աշակերտների կողմից ուրեմն ձեռնարկված, եւ այս շատ հետաքրքիր էպոսում մենք ունենք ունիկալ տեղեկություն, որ Ալեքսանդրը ձգտում էր անմահության եւ անմահության հասնելու համար նա բռնեց ճանապարհը դեպի հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի ու Եփրատի։ Ես այստեղ ցանկանում եմ նաեւ անդրադարձ կատարել մեր նամակագիրներից մեկին, շատ հետաքրքիր է, երբ որ մենք նամակագիրներին ծանոթություն ուղարկեցինք մեր հաջորդ հաղորդման մասին, Արամ Մկրտչյան Գերմանիայից, նա շատ այսպես ջերմ մի պատասխան գրեց եւ հարցադրումներ էր արել, ինձ չկարողացավ գտնել, հարցադրումներից մեկն է սա, ինձ չկարողացավ գտնել երիտասարդ Ալեքսանդրը ոչ Իրանում, ոչ էլ առավել եւս Հնդկաստանում եւ ինչ էր որոնում նա։ Հետաքրքիր է, որ այս հարցի պատասխանը փաստորեն կարող է լինել, ուրեմն կարող է լինել այս հարցի պատասխանը հենց Ալեքսանդրի էպոսը։ Ալեքսանդրը ձգտում էր անմահության, բայց դրա համար նա էպոսում բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ։ Տեսեք, ուրեմն մենք ունենք աշխարհի հնագույն էպոսը գրի առնված, հնագույն էպոսը Գիլգամեշ էպոսն է։ Գիլգամեշը հին արևելքում այնքան հայտնի դեմք էր, որքան որ, ասենք, հելենիստական դարաշրջանում Ալեքսանդր Մակեդոնացին։ Եվ Գիլգամեշի մասին մեզ հասել են էլի մի քանի լեզուներով նրա էպիկական, ուրեմն ստեղծագործություններ նրա մասին, եւ այնտեղ եւս ասվում է, որ Գիլգամեշը ձգտում էր անմահության, եւ դրա համար Արևի Աստվածը նրան խորհուրդ տվեց գնալ դեպի Արատտա։ Արատտան, ինչպես հայտնի է, հայկական առաջին մեզ հայտնի թագավորությունն է, որը գոյություն է ունեցել Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերում, եւ հասնելու համար Գիլգամեշը Արատտա պետք է անցներ Մասու լեռներով, որոնք եզերում են հայկական լեռնաշխարհի հարավը, հունական աղբյուրներում հայտնի են Մասիուս կամ Մասիոն, ներքևում դուք տեսնում եք Գիլգամեշի արձանն է, Նինվեից գտնված, նա փաստորեն Շումերից Եփրատի հոսանքով բարձրացավ հյուսիս, եւ տեսեք, հետագայում արդեն մենք տեսնում ենք, որ այս հին արևելյան էպիկական սյուժեում Գիլգամեշին փոխարինում է Ալեքսանդր Մակեդոնացին։ Եթե Գիլգամեշը բռնում է ճանապարհը դեպի Արատտա, որտեղ ակունքներն են Եփրատի եւ Տիգրիսի, եւ այդ ճանապարհին նա անցնում է Մասու լեռները, ապա Ալեքսանդրի էպոսում Ալեքսանդրը բռնում է ճանապարհը դեպի հայոց աշխարհ, որտեղ ակունքներն են Տիգրիսի եւ Եփրատի, եւ դրան հասնելու համար հետաքրքիր է Ալեքսանդրի էպոսի ասորերեն թարգմանության մեջ կա այսպիսի մի դրվագ եւս, որ նա անցավ, հաղթահարեց Մասիս լեռնաշղթան, ոչ թե լեռները, հասկանալորեն սա հարավային Հայաստանի Մասիոն լեռներն են, աքադական եւ շումերական էպոսի Մաշու լեռները։ Եվ տեսեք, Արատտային փոխարինում է հայոց աշխարհ արտահայտությունը, Եփրատի Տիգրիսի ակունքները երկու դեպքում էլ մնում են նույնը, Մասու լեռներին Մասիս լեռնաշղթան, եւ երկու դեպքում էլ հերոսը գնում է անմահություն փնտրելու։ Մի դեպքում սա հին արևելյան
շումերականից սկզբնավորված հին արևելյան էպոսն է, մյուս դեպքում արդեն հելենիստական դարաշրջանի մեծ էպոսը, Ալեքսանդրի էպոսը։ Երկու հերոսներն էլ, եւ Գիլգամեշը, եւ Ալեքսանդր Մակեդոնացին ձգտում են անմահության եւ դրա համար ճանապարհ են բռնում դեպի Հայաստան։ Հայաստանը անմահության երկիրն էր։ Եվ այս պատկերացումը մենք կարող ենք տեսնել նաեւ, ասենք, Աստվածաշնչում։ Ծննդոց գրքում հիշում եք, որ Եդեմի կենտրոնում գտնվում էր կենաց ծառը, այսինքն անմահության խորհուրդը, որը Եդեմը հիմնվեց մի տեղ, որտեղից դուրս էին գալիս 4 գետեր։ 4 գետից երկուսը շատ հստակ հայտնի են՝ Եփրատը, Տիգրիսը։ Գեհոնը, Փիսոնը մինչև այսօր դեռ վիճում են, թե որոնք են։ Եվ փաստորեն մենք տեսնում ենք, որ շատ կարևոր նշանակություն տրվել է մեր երկրին, Հայաստանը, հին արևելքում եւ հետագայում հելենիստական դարաշրջանում էպիկական մտածողության մեջ շարունակում էր ավանդության ուժով համարվել անմահության երկիր։ Սա բոլորիս մի անգամ եւս պիտի մտորել տա։ Տեսեք, շատ տարբեր ժողովուրդների, ասենք, շումերներ, հրյաներ, 5 կտակարանի գրի առնելու հետ կապված հույններ, ինչի համար նրանք անմահության երկիր համարում են մեր երկիրը, ոչ թե իրենց սեփականը, որն է մեր երկրի միստիկական խորհուրդը։ Մենք պարտավոր ենք այդ մասին ավելի հաճախ մտորելու, խորհելու, որովհետև մեր երկիրը տարբեր ազգությունների, տարբեր նույնիսկ լեզվաընտանիքների պատկանող ժողովուրդների կողմից համարվել է սրբազան, աստվածային երկիր, եւ մեզ համար շատ կարևոր է դա հասկանալ, նաև այն բանի համար, որ մենք արժանի լինենք մեր այդ աստվածային երկրին։ Դրանից հետո, ուրեմն, Մակեդոնացու հետ կապված կարելի է այստեղ շատ հետաքրքիր պատմություններ եւ ավանդազրույցներ բերել։ Պարզապես ես մի բանի վրա կանգ առնեմ միայն, տարբեր ժողովուրդների մոտ եղել է, այսպես ասած, Ալեքսանդրին սեփականացնելու, ճակերտներով ասենք, սեփականացնելու միտումը, եւ հետաքրքիր է, որ այդպիսի հայկական մի ավանդազրույց էլ կա, որի դեպ Ավետիք Իսահակյանը գրական մշակման է ենթարկվել, այնտեղ Ալեքսանդրը համարվում է հայի տղա։ Հետաքրքիր է, հայի տղա։ Այստեղ սա կարելի է բացատրել երկու։ Մեկը պարզապես բանահյուսական սյուժե է եւ նշանավոր հերոսին այսպես հարազատացնելու, սեփականացնելու, միտում ունի։ Երկրորդը կարող է դա կապվել այս էպիկական հիշողության հետ։ Ինչու էր Ալեքսանդրը ձգտում Հայաստան գալ, որովհետև ըստ մեր ժողովրդական արդեն այսպես հեքիաթի պատասխանի, նա հայի տղա էր եւ ձգտում էր վերադառնալ իր հայրենի տուն։ Գեղեցիկ իհարկե ավանդազրույց է, որը Իսահակյանն էլ մշակման է ենթարկել։ Ես այստեղ կուզենայի մենք մի ամփոփիչ, այսպես ակնարկով ավարտենք։ Տեսեք, ուրեմն Ալեքսանդր Մակեդոնացին, որ համաշխարհային պատմության մեջ դարձավ նոր դարաշրջանի սկզբնավորողը, մի քանի անգամ առնչվում է Հայաստանի հետ։ Առաջինը, ասեցի, Իսոսի ճակատամարտում մենք հստակ չգիտենք ինչ ճակատագիր ունեցավ հայկական բանակը, երկրորդ նրա առնչությունը հայ իրականության հետ եղավ Գավգամելիայի ճակատամարտում հայկական զորքի բացառիկ հերոսականությունը, որը խափանեց նրա ծրագիրը, երրորդ այսպես ուղիղ բախումը նրա ուղարկած զորաբանակներ Մենոն զորավարի գլխավորությամբ Հայաստան, որը ջախջախիչ պարտություն կրեց, եւ դրանից հետո այլևս Ալեքսանդրը որևէ փորձ չարեց Հայաստան զորք ուղարկելու։ Իսկ արդեն ավելի ուշ էպիկական մտածողության մեջ Ալեքսանդրի էպոսում Հայաստանը դառնում է անմահության այն բաղձալի երկիրը, որտեղ ձգտում է գնալ Ալեքսանդր Մակեդոնացին, որպեսզի անմահանա։ Սա, սիրելի հայրենակիցներ, ես կուզենայի մեկ անգամ եւս շեշտել, այն ամբողջը, ինչ որ ասվեց, ամբողջությամբ վերցված են օտար աղբյուրներից, ընդ որում հիմնականում հունամակեդոնական աղբյուրներից, գրված է, ավանդված է իրենց կողմից եւ որևէ հայ հեղինակ այստեղ միջամտություն չի ունեցել, հայերին մեծարելու որևէ մտադրություն չի եղել եւ երբ որ մենք տեսնում ենք հայերը եւ Հայաստանը գնահատված այսքան
օտար հեղինակների կողմից եւ այնպիսի մեծ անհատականության հետ առնչության մեջ, ինչպիսին Ալեքսանդր Մակեդոնացին է, դրանով միայն պիտի հպարտանանք եւ նաեւ մեր մեծացող սերունդին դաստիարակենք այս գաղափարներով։ Հայաստանը իր արժանավոր տեղն ունի մակեդոնական աշխարհակալության դարաշրջանում, ընդ որում Հայաստանը մնում է չնվաճված մակեդոնացու կողմից եւ ընդհակառակը հետագայում էլ դառնում է էպիկական, այսպես վիպական Ալեքսանդրի Բաղձալի երկիրը։ Ես այսքանով ավարտեմ ուրեմն մակեդոնացու թեմայի հետ կապված, եթե կլինեն հարցեր, դուք կարող եք նորից գրել մեր էլեկտրոնային փոստով, այստեղ ինձ մի հարց արդեն փոխանցել են այսօրվա հեռախոսազանգ, իդեպ հեռախոսազանգերի համար ասեմ, 3 շաբթի օրվա մեր հաղորդումը ուղիղ կարող եք զանգ տալ, իսկ հետո մյուս ժամային գոտիների համար, երբ որ կրկնվում է, այս հեռախոսահամարը այդ դեպքում բնական է չի գործում, որովհետև ուղղակի ստուդիայում չենք մենք եւ չենք կարող պատասխանել, բայց դրա համար նախընտրելի է, որ գրեք էլեկտրոնային փոստով։ Ռոստովից Զուրնաչյան Դոնարան հարց է ուղարկել, ինձ ձեռնարկներ կան հայոց պատմության ռուսերեն լեզվով, ցանկանում են ծանոթացնել ռուս ազգիներին, եթե կա, ինչպես գնեն դա։ Ուրեմն մի քանի ձեռնարկներ եղել են եւ բավականին մեծ ու ճոխ մի հրատարակություն եղավ Ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից, հենց Իստորիա Արմենիի Հայաստանի պատմություն ստվարածավալ մի հատոր էր, որը ունի նաեւ էլեկտրոնային տարբերակ խտա սալիկի վրա, CD-ի վրա եւ ես ինչքան գիտեմ, բնականաբար ես դա տեսել եմ գրախանութներում, ասենք նույն հրապարակի Նոյան Տապան եւ մյուս գրախանութներում, բայց կարծում եմ, որ հնարավոր է նաեւ մեկ ուրիշ ճանապարհ, հնարավոր է կապվել Ակադեմիայի պատմության ինստիտուտի հետ, որի իդեպ այդ ձեռնարկի հեղինակներից մեկը հենց պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է։ Կապվել նրանց հետ եւ փորձել նրանցից, չգիտեմ, փոստային առաքումով կամ ինչ-որ մի ձևով ձեռք բերել։ Կան ուրիշ այսպես փոքր ձեռնարկներ եւս առանձին հարցերի նվիրված, բայց ամբողջությամբ որտեղ փորձ է արված հայոց պատմությունը մի ձեռնարկով, ընդ որում բավական հարուստ այսպես իլյուստրացիաներով, ուրեմն նկարազարդումներով, մենք երևի թե լավագույն ստացված աշխատանքը դա է։ Ուրեմն ես ցանկանում էի նաև անդրադարձ կատարել մի քանի ուրեմն այսպես հարցերի, որոնց հաղորդման սկզբում մտածեցի, որ կարող է չտեղավորվեմ, դրա համար թողեցի վերջում, ուրեմն մասնավորապես մեզ հարցումներ, որ արել էին, ունենք այսպիսի հարցումներ, ասենք գրքերի հետ կապված, սա ուղղակի հարցը միանգամից ինձ հիշեցրեց, ինչպես կարելի է ձեռք բերել։ Գիտեք, բնականաբար, եթե խոսքը գրքերի մասին է, պիտի փորձել փնտրել նախ երևի թե ինտերնետով, հիմա պատրաստվում է Հայոց պատմության Գիտությունների ակադեմիայի կողմից Հայոց պատմության քառահատորյակ։ 4 հատորով պետք է լինի ամփոփ հայոց պատմության մի մեծ ձեռնարկ, որը իդեպ պիտի սկսի հայ ժողովրդի ծագումնաբանության խնդիրներից եւ հասնի մինչեւ մեր օրերը։ 4 հատորանոց այս ձեռնարկը, սա արդեն բյուջեով, պետական բյուջեով հաստատված մի բան է, ծրագիր է, ունենալու է իր թարգմանությունը, այսպես համառոտած 2 հատորանոց տարբերակներով։ Ընդ որում նախատեսված է 2 հատորանոց տարբերակներով հրատարակել անգլերեն եւ ռուսերեն։ Ես գիտեմ, որ աշխատանքները ես ինքս էլ ներգրավված եմ այդ աշխատանքների մեջ, բավականին մեծ չափով արդեն կատարվել են եւ
Հուսամ, որ այս տարի 2008 թվականին գոնե հատորներից երկուսը արդեն լույս տեսած կլինեն, որովհետև նյութերը հիմնականում պատրաստ են եւ այսպես խմբագրական աշխատանքներ են կատարվում, ընդ որում դրանք լինելու են մեծ հատորներ, 1000-1500 էջանոց հատորներ եւ սա կարծում եմ բավականին շատ այսպես կարևոր հարց կլուծի եւ Հայաստանում, որովհետեւ մենք ունենանք հայոց պատմության այսպես նորմալ մի շարադրանք, ինչի եմ ասում նորմալ, որովհետեւ բոլորդ գիտեք խորհրդային իշխանության տարիներից հետո մենք ունեցանք այն տխուր իրականությունը, որ հայոց պատմության վերջի շրջանը ներկայացված էր շատ այսպես կողմնապահ կերպով, կեղծարարություններով եւ եթե խորհրդային շրջանի, ասենք 8 հատորյակը նայեք հայոց պատմության, այդ վերջի 7-րդ, 8-րդ հատորում դուք կհանդիպեք շատ այսպես խայտառակ կեղծարարությունների, ընդհուպ մինչև այնքան, որ մեր ասենք ազգային հերոսները Գարեգին Նժդեհ, Հարամ Մանուկյան եւ մյուսները, ովքեր որ ասենք չեն նպաստել բոլշևիկներին, հա, ել չեմ ասում, եթե օրինակ ասեն Գարեգին Նժդեհը նաեւ ջարդ է տվել բոլշևիկներին, ապա նրանք ներկայացված են որպես, չգիտեմ, ազգի դավաճաններ եւ ամենա այսպես սև մութ այսպես գծերով են ներկայացված, որոնք իհարկե կեղծարարություններ են եւ դա հնացել է արդեն եւ մեզ պետք է նոր մի ձեռնարկ Հայաստանում հայաստանյան հայագիտության այսպես վերջին խոսքը որ լինի եւ հիմա դա պատրաստվում է հուսանք որ դա կլինի ես չգիտեմ ճիշտն ասած ծրագրի մեջ կա թե չէ դրա ասենք էլեկտրոնային տարբերակը որ ավելի այսպես հասանելի դառնա ամբողջ հայության աշխարհով մեկ բայց սրանից բացի արվում են նաեւ այլ այսպես ձեռնարկներ օրինակ կա մտահղացում անել հայոց պատմության մասին ֆիլմերի, այսպես ֆիլմաշար, փոքրիկ դրվագներով, որը նաև ուսումնական ձեռնարկ, էլեկտրոնային ուսումնական ձեռնարկ կդառնա Սփյուռքի համար։ Այստեղ նամակներում կային նաև CD-ներով, DVD-ներով, հատկապես կիրակնորյա դպրոցների համար Սփյուռքում գործող, ասենք, օգտակար լինելու։ Բնականաբար, երբ որ մենք ունենանք, ուրեմն ավելի համակարգված դաշտի անցնենք, հա, սա կարևոր խնդիր է, ոչ միայն, ասենք, առանձին հաղորդումների տեսքով, այլև շատ կարևոր են, օրինակ, ասենք, ինտերնետային խաղերը, հա, համակարգչային խաղերը։ Օրինակ, այդպիսի փորձ կա եւ Վահե Հակոբյանյանը մեր արեց եւ թողարկվել է երկու մասը Երևանում էլ գրախանութներում էլ եւ բանում տարբեր վաճառակետերում կա, ով է ուզում դառնալ միլիոնատեր խաղի սկզբունքով, հայագիտական խաղ պատրաստեց, որտեղ հարցերը ամբողջությամբ վերաբերում էին հայոց լեզվի, հայ գրականությանը, հայոց պատմությանը եւ բավականին հաջողված մի բան էր, ես գիտեմ, որ Սփյուռքում օրինակ Բոստոնի համազգայինի մասնաճյուղը Արա Նազարյանը եւ Հարմիկ Ավետյան հատուկ Երևանից հեղինակի թույլտվությամբ ձեռք բերեցին եւ որ այնտեղ ասենք դա փորձեն օգտագործել այնտեղի հայ համայնքի, հայ երեխաների, ասենք կրթական գործում որտեղ խաղով երեխային սովորեցնելը երևի թե ավելի հեշտ է։ Եվ այս ամբողջ ծրագրերը իհարկե իրականություն կդառնան, պարզապես մեր եթերաժամը մենք երևի թե սրանով մոտենում է ավարտին